Ես Դսեղ գյուղի բնակիչ Գոգինյան Գագիկ Արտաշեսի թոշակառու եմ առօրյա կյանքով գյուղի գործերով անասունա դաշտավարությունա ցանկ սրաբանա տենց բաներով ենք զբաղվում ուրիշ ինչ մեկ էլ շինարարության հետ եմ զբաղվում էտել ենք անան ուրիշ ինչ ասեմ Քաղաքից գալիս են հարցնում Թումանյանի տուն թանգարանը որտեղ է, ասում է տուն թանգարանը այնտեղ է, բայց ինքը տանը չի։ Թողնում են հեռանը։ Թողնում են դե որ տանը չի ուր գնանք։ Բայց միամիտ մարդիկ էլ մեզ են միամիտ ասում, լորեց ոնց են միամիտ ասում, բայց դե լորեցին միամիտ չի իհարկե, բայց տենց են ասում։ Սրդաբաց են ուղղակի միամիտ չեն։ Բարակ կտրտեմ ենք ու դնեմ պեշկի վրա ինքը տականում է Ես ակը պատրաստենք կտենակ, ինչ ձև ենք պատրաստում։ Հետո մոշի այգի ունենք, կարակ գնանք նայեք, տեսնեք։ Նոր ենք գցել, իհարկե դեռ բերք չենք ստացել։ 26 թվին նրա բերք եկամուտը կստանանք։ Այստեղ կարամ ես ամեն ինչով կարաս, ամեն ինչ էլ կարաս անես, էլ այստեղ զբոսաշրջությունը արծեհես վերջ մի քանի տարին շատ է զարգացել, կարաս, ասենք, տունդ վարձով տաս, ամեն ինչ կարաս անես, էլ աշխատելու վրա է, մտածելու վրա է, պետք է մտածես, մի բան, թե չէ որ տանը նստեցիր, ասենք, նստես թախտի նսպես, զբաղտին թե չիլը, աշխատելու վրա է ամեն ինչը, կաշխատեցիր, կապրես, չես աշխատի, էլ ոնց կապրես։ Մեր գյուղի հպարտությունը մեր բնությունն է, մեր Թումանյանը չեմ ասեմ, ամբողջ աշխարհը գիտի ասեք, ոչ թե մենակ մեր գյուղին, այլ ամբողջ հայ ազգինն է, բարձանքն է, Թումանյանը։ Հետո մեր բնությունը շատ հոյակապ բնություն ունենք, կարակ գնանք, նայեք, գյուղացիները ընչով տեն զբաղել, անասնապահությամբ, վատն ենա, որ 750 հեկտար վայելահող ունենք, բայց չի մշակվում, պետության կողմից ինչ-որ մի բան պետք է էլի արվի, ֆոնդի հողերը են մարդիկ են զբաղեցրել, որ խոտի տակ են թողում, դա որը չի կարելի է ձևի անել, բայց մեր ասելով չէ, դա պետք է մի քիչ կառավարությունը ինքը իրան վերևից պետք է բան են, որ տանեն մարդկանց ով որ մշակում է, հողը մշակում է, ես օրինակ մի հեկտար հողամաս ունեմ, բացի մի հեկտարը վարձակալել եմ ուրիշից, հետ էլի ցանում եմ, բայց որ վարձակալը չլեի, ասենք, մի բան էլ օգուտ կունի, ավելի շատ օգուտ կունի, էլի, հետո այդ վայելահողը չի կարելի բրախել խոտի տակ, հետ կասեմ ուրիշ, թե չէ նենց զբաղվում ենք, հա դե անասնապահությամբ ենք զբաղվում, այդ ձևի Կաթի մասին զրիտ չկա, ոչ ինչ լավ, բայց լավը որն է, ենք համեժանա, որ վաբշե չարժե կովի կաթը տալ է ձև էտ էժան գնով, դուք ասենք քաղաքի բանով առնեք, կասեք, կամ թանք, բայց 120-130 դրամական մի լիտր կաթը, ջուրը քանի սա կեզ լիտրը, կեզ լիտր ջուրն իրանից ինչ ներկայացնում, կաթից թանկը, մենակ մեզանով չի ասենք,
լրիվ այդ ձևի բան են անում, բայց դե չի փոխվում ոչ մի բան։ Ուղղակի գյուղացու աշխատանքը չի գնահատվում։ Այդ աղբատը։ Ես քաղաքում չեմ կարա։ Եթե գնում եմ քաղաք էլ ասենք մի օր եթե երկու օր կամ Ռուսաստան եմ գնացել աշխատել, Ղազախստան եմ գնացել, բայց դե գեղինն ամնում, ընդյանը սուտա, են նամերը չի։ Քու հայրենիքը պետք է ինչ անելու ես, քու հայրենիքը մանես։ Ունեմ երկու տղա, մեկ ամուսնացած է, երկու երեխա ունի, երկու հատ թոռ ունեմ։ Մեն մեկը չի ամուսնացել դեռ։ Էդ էլ ժամանակը կամուսնանա էլի։ Դա ժամանակ չկա, չէ, ամուսնանալու։ Երբ ամուսնանում են, գտով է ժամանակը իհարկե։